Ուրեմն այսօրվա թեման Աստծուն մոտենալ, սիրներ։ И сегодняшняя тема называется «Приближаться к Господу». Աստծուն մոտենալը Դավիթ ուզում եմ այդ տեղը կարդամ, Դավիթ ասում է բարի է ինձ մոտենալ Աստծուն։ И Давид говорит: благо мне приближаться к Господу. Սաղմոս 73:28 հայերենում։ Псалом 72:28. Աստծուն մոտենալը բարի է ինձ, հույսս դրել եմ նրա վրա, որպեսզի քո բոլոր գործերը պատմեմ։ А мне благо приближаться к Богу. На Господа Бога я возложил упование мое, чтобы возвещать все дела твои. Դավիթ ասում է իմ համար բարի է, բարի նշանակում է լավ է, օգտակար է, որ Աստծուն մոտենում եմ։ Для меня благо имеется в виду, мне полезно, мне хорошо от этого, когда я приближаюсь к Богу. Շատ հարցեր կամ երեխեքին ասում են, կեսը մարդուն այստեղը չգնաս, այս իշտեղը, այս մարդկանց հետ ապշացա չլնես Ժորժան, էդի լավ չի, բայց Աստծուն մոտենալը, Դավիթ ասում է իմ համար միշտ բարի է, ես միշտ օգտվում եմ, օրհնվում եմ, զորանում եմ, երբ որ նրան մոտենում եմ։ С плохими сообществами мы детей предупреждаем, чтобы они к ним не приближались и с ними близко не общались, потому что это может для них быть вредным. Но приближаться к Богу, написано, это благо для меня. Եվ այսօր սրա մասին եմ խոսալու սիրներ, որտեղ այս օրերը, որ հիմա նայում ենք, այս օրերը մեզ ինչ-որ բաների են մոտեցնում։ Когда мы смотрим на текущие дни, они о чем-то нам говорят, к чему-то нас приближают. Եվ մարդիկ էլ, անավատ մարդիկ անգամ հասկանում են, ասում են, այս օրերը մոտեցնում են մեզ պատերազմի։ И даже неверующие люди понимают, что эти дни приближают нас к войне. Կարդ են պատերազմ, բայց ավելի վատ բաների։ Война уже идет, но бывает еще хуже. Հետաքրքիր է անավատ մարդ իր աշկերով այս իրավիճակները նայելով հասկանում է, այս օրերը իրան մոտեցնում են ավելի վատ պատերազմների։ И даже не знающий Бога понимает, что эти дни приближают к более серьезной войне. Բա մեզ այս օրերը ինչի է մոտեցնում։ А что мы должны видеть в эти дни? Հիսուսն ասես կլինեն պատերազմներ, կլինեն սովեր, մահտարաժամեր, երկրաշարժներ տեղ-տեղ, բայց ասում է չշփոթվեք ու չվախենաք, որտեղ դրանք պիտի լինեն։ И Господь Иисус, Он тогда еще предупреждал, что будут войны, будут голод, моры, различные болезни, эпидемии, землетрясения. Написано: не смущайтесь и не бойтесь. Ինչ ենք անում այսօր մենք, այս օրերի մեջ մոտենում ենք Աստծուն, թե մոտենում ենք ուրիշ բաների։ Как мы используем эти дни? Мы эти дни используем, чтобы к Богу приближаться, или чем-то другим занимаем себя? Շատ բաներ կա Ժորժան մեր կյանքում, որ այդ բաները մարդուն ուրիշ բաների է մոտեցնում, տանում է սխալ բաների։ Очень часто в такой ситуации человек вместо того, чтобы к Богу приближаться, он еще неправильно начинает чем-то заниматься. Օրինակ, երբ որ մեկը մեղքի մեջ է ապրում, Например, кто-то живет в грехе, այդ մեղքը ամեն օր գործում է ու սկել զղջում չունի, չել ապաշխարում, он ежедневно совершает этот грех и даже не собирается в этом исправляться и каяться. ինքը չել պատկերացնում, որ այդ իր մեղ գործելու ժամանակը, այդ օրերը, որ ինքը տալիս է, այդ օրերը իրան ինչ-որ բանի է մոտեցնում, ինքը չի զգում ու չի տենում այդ բանը։ И он не чувствует и не понимает, занимаясь грехом, что этот грех к чему-то приближает его. Եվ երբ որ մի օր հանկարծակի ինչ-որ բան է լինում, ինքը ասում է, վայ, ես ո՞նց եղավ, որովհետև դու շատ իր չէիր այդ օրերը քեզ մոտեցնում էր այս օրվան։ И вдруг, когда какое-то несчастье происходит с ним, он начинает думать, а почему так произошло, и он даже не задумывается, что то время, в которое он должен был к Богу приближаться, он совершал грех. Եվ գրվածը ցանկությունները մեր մեջ, սխալ ցանկություններ, հղիանալով մեղք են ծնում մեր մեջ։ И написано, что желания наши внутри, они беременеют и потом рождают грех. Եվ այդ մեղքերը, երբ որ մեղքը ծնվում, այդ մեղքով ապրելով, այդ մեղքի օրերը վերջը, տենց ապրելով, այդ մեղքն է բերում այն չի մահվան սիրներ։ И когда грех рождается, человек от этого греха не избавляется, но живет в грехе, этот грех впоследствии приводит его к смерти. Այսօր շատ баներ կարող է քո կյանքում անես եւ ուշադիր անգամ չլինես, որ այդ օրերը տենց ապրելով դու մոտենում ես ինչ որ սխալ բանի։ И сегодня очень многое мы можем делать и даже не чувствовать, что мой образ жизни и мои поступки приближают к чему-то плохому. Որտեվ Տերն ասում, մեղքն էլ բերում է հասունանալով մահվան, ցանկությունը հղիանալով մեղքա բերում, մեղքն է կամած բերում է մահվան անեծքի։ Именно так и написано в Божьем Слове, что значит, желание рождает грех, а грех рождает смерть, приводит к смерти и к проклятию.
Բայց քո եւ իմ օրերը այսօր այնպես պիտի ապրենք, որ ամեն օրը մեզ մոտեցնի Տիրոջը։ Но я и ты должны сегодня жить так, чтобы ежедневно приближаться к Господу. Այս օրերի մեջ սաղ կաղա շոկի մեջ են, ստրեսների մեջ են, բայց ձեզ ասեմ, այս ամեն օրը մեզ մոտեցնում է Քրիստոսի գալուստին։ Այս մեր ամեն օրը մեզ մոտեցնում է ապշտակությանը, Տիրոջ հետ հանդիպելուն։ И сегодня Եվ աղտնությանը։ происходит ежедневно, приближает нас к пробуждению, приближает нас к восхищению церкви и встрече с Господом. Այս օրերի մեջ մենք տեսել ենք ժողովուրդ են գալիս, ապաշխարում են, ուրախանում են, ես ասում եմ օրերա գալիս, մարգարյանում եմ ու հավատում եմ դրան, միշտ աղոթել ենք։ Մենք չենք իմանա այնքան մարդ ա լինելու։ Մենք այստեղ հնարավոր է 2-3 անգամով անենք։ Я верю, что приближается Amen. такое пробуждение, когда столько людей соберется, что нам зала не хватит, нам придется по несколько раз собираться. Աստված մեզ հողորնի կամ շենք օրնի, բայց որ չանի էլ, то պետք է 3-4 անգամ, բայց հավատում եմ հունց կատերը բերում։ Дай Бог, чтобы у нас было свой участок, свое здание, но даже если не получится, мы можем несколько раз собираться, чтобы всех собрать. Եվ մեր եղբայրը Արմեն Լուսյանը, որ եկել էր Երևանի կյանքի խոսքով հովիվը, ինքը հետաքրքիր բան ասեց, չենք ճանաչում, շատ լավ եղբայր էր, մտերմացանք իրար հետ, բայց ինքը մարգարեական բան ասեց մոտեցել է հունցքի օրերը ձեր համար։ И пастор Армен Лусян, который из Армении, из Еревана, из Слова Жизни Церкви приехал к нам, и он хорошо проповедует, пророчество нашей церкви, что пришло время жатвы. Որ հավատ չունի հանգիստ կարավեշեր ավակի գնա Հայաստան պրոբլեմ չկա օրհնում ենք, բայց մի բան ասեմ, ես այս օրերը չեմ ուզում բաց թողեմ, որտեղ դա օրհնության, արթնության օրեր է։ Кому не хватает веры и хочет собрать свои вещи и уехать в Армению, мы благословляем, но мы верим одновременно, что те, кто останутся, они будут наслаждаться жатвой. Արտակ եղբայրը ընտանիքով գնացել է ու թազա հետ է եկեստեղ։ И брат Артак, он вместе с семьей уехал в Армению и опять вернулся сюда. Եվ այն անգամ իր համար ստե որ աղոթում ենք, ես հավատում եմ Արտակ ջան, դու եկել ես որ այդ արթնության օրերի մեջ մասնակից ինես եւ տենաս Տիրոջ գործը։ Я верю, что он, если утвердится, он сможет увидеть своими глазами и участвовать в жатве Господь. Դրա համար եկեք այդ ամեն խոսակցությունները թողենք։ Վայ էսա սպասում, բենզին չկա, եկեք թողեք։ Մեզ սպասում է արթնության օրեր, ով ամեն ասում։ Մենք պիտի տեսնենք փրկված հոգիներ, բժշկված սրտեր, ազատագրված հոգիներ։ Потому мы должны оставить всякие беспокойства касательно сегодняшней ситуации, сегодняшней стране с бензином и прочим, и готовить себя и думать о пробуждении и о жатве. Դրա համար եկեք նենց ապրենք այս օրերը, որ այս օրերը մեզ մոտեցնի այդ օրերին։ Потому мы сегодня должны жить так, чтобы эти дни себя приближать к этому. Որտեղ որ պատրաստված չլինի կվնասվի։ Потому что тот, кто не подготовит себя заранее, тот пострадает. Ինքը կարող է շոկի ենթարկվի, շփոթվի, որտեղ սրտով հոգով պատրաստված չէ այդ օրերի համար։ И он может быть шокирован, и потому что он будет не готов к этим дням. Եբրայեցիս 12:22 Դուք Սիոն լեռանն եք մոտեցել, կենթանի Աստծո քաղաքին, երկնավոր Երուսաղեմին։ Առաջինը Տերն ասում է, ձեր օրերը կամաց մոտենում է, որ տենակ երկնային Երուսաղեմը, որը պատրաստված է մեր համար եւ եկեղեցու համար։ Евреям 12:22. Но вы приступили к горе Сиону и к ограду Бога Живого, к небесному Иерусалиму и тьмам ангелов. То есть мы ежедневно готовим себя и приближаемся к небесному Иерусалиму. Հիշում եք հայտնության մեջ ասում է, տեսա այդ քաղաքը, даже չափերն է տալի քառակուսի էր, հիշում եք, ասում է, ինչ ընտիր քարերով, այնտեղ ասֆալտից բռնած, ամեն ինչից բռնած, ինչ հրաշալի քաղաք է, Տերը պատրաստել է ժողովրդի համար, ասում է, եւ նրա ճարտարապետը ինքն է։ И написано в книге Откровений описание небесного Иерусалима, указана форма города, размеры города, и написано, что архитектором и художником города является Господь Иисус. Ժողովրդի այդ քաղաքը պատրաստված է իմ ու քո համար։ Этот город приготовлен Богом для меня и для тебя. Հիսուսն ասեց գնում եմ ձեր համար աշակերտներին բնակարան պատրաստելու։ И Господь Иисус ученикам сказал, что я иду готовить для вас обитель. Եվ գրված է Տերը իր սիրողների համար է պատրաստվել։ Ինչ որ մեր աչքը չի տեսել, ականջը չի լսել, Տերը պատրաստել է իմ ու քո համար։ И также написано, что не слышал то ухо, не видел то око, что приготовил Господь для любящих Его. Մյուսը մոտեցել ենք բյուրավոր հրեշտակների։
И также написано, что мы приближаемся к тьмам ангелов. Գիտեք, բյուրավոր է չի նշանակում մի հատ 10,000 բյուրավոր, անչափ շատ։ Это не 1000 и не 10 000, а просто тьма. То есть очень много. Մենք մի հատ հրեշտակ ենք երազի մեջ տենում կամ տեսիլքով, հրեշտակ եմ տենում։ Դու եկել աուրեր տենալու ես հազարավոր հրեշտակների, որ անպատրաստ կանգնած դիմավորելու են իր եկեղեցու։ Человек, когда видит во сне или в видении какого-то ангела, он потом в восторге всем подряд рассказывает годами. А представляете, вокруг нас будет целая тьма ангелов. Ու գրված է այդ բյուրավոր հրեշտակներով գալու են Հիսուսի հետ իր եկեղեցու հետևից։ И написано, что тьма ангелов вместе с Господом Иисусом придут за Его церковью. Ով ամեն ասում։ Ու հետաքրքիր է այդ գալու այդ բաների մեջ գլխավոր հերոսները այդ հրեշտակները չեն, գլխավոր հերոսը եկեղեցին անելու։ И главным героем этого события являются не ангелы, а церковь. Եմ որ ասма տեսել եք, չէ՞ կինոներում торжественно, когда принимают своих ինչ-որ բանակ, որ հաղթանակով հետ է գալիս։ Ոնց են торжественный ընդունում։ Например, когда войско возвращается с войны с победой, как торжественно встречает народ их вход. Եվ այդ հրեշտակ բյուր հրեշտակները պատրաստվում են торжественно դիմավորեն Աստծո մարդկանց։ И эта тьма ангелов подготовлена, чтобы торжественно встречать Церковь Божию, которая приготовила себя ко встрече с Богом. Երրորդը, ինչ ենք մոտենում կամած, երկինքը գնացած անդրանիկների հանդիսավոր ժողովին եւ եկեղեցուն եւ Աստծուն, որ մեր բոլորի դատավորն է, եւ արդարների օգիներին, որոնք կատարելության են հասել։ Дальше написано, к чему мы еще приступаем. Это к торжествующему собору и церкви первенцев, написано на небесах, и к судьи всех Богу, и к духам праведников, достигших совершенства. Ասո կամած մոտենում ենք այն պերվենցը, անդրանիկներ ագրված հայրեն, այդ առաջի եկեղեցու մարդկանց, որ առաջինը ինք դրին, առաջինը գնացին դե առաքյալներն են, մյուսները, որոնք այսօր երկնքում սպասում են։ Таким образом, мы там также встретим первых христиан, первую церковь, которые не жалели своей жизни и были готовы идти на смерть ради Христа. Գտենանք Ստեփանոսին սելներ, որը կանգնած առաջին ատակներից, առաջի անդրանիկներից մեկն է, որ մտավ ընդ։ И среди них Стефан, который был первым мучеником за имя Христа, которого камнями побили до смерти, и который видел на небесах видение, как Божий Сын стоит за него. Ամեկը մտքում մտածում ես, որ մեզ մեռնելու է պատրաստ։ Չէ, սելներ, ես խոսում եմ մի բանի մասին, որ այսօրվանից Տիրոջը մոտենանք, քայլանենք նրան մոտենալու ամեն օր։ Но я не о смерти проповедую, а о том, чтобы мы ежедневно делали шаги, чтобы приближаться к Господу. Գրված արդարների հոգիներին, որ կատարելության ասել են շատ եղբայր քույրերի, որ ժամանակից շուտ գնացել են ընդեղ եւ սպասում են եկեղեցու։ И написано, что мы встретим духов праведников, которые в те времена раньше нас, они пошли к Богу. Այսօր մենք պետք է հասկանանք, որ այս կյանքը ժամանակավոր է, որ մենք մեր ուշադրություն, մենք պետք է հասկանանք կա հավիտենություն եւ մենք պետք է հավատանք հավիտենական Мы կյանք։ должны всегда помнить, что эта жизнь, она временная, и нас ждет вечность с Господом. 24 խոսքը եւ մոտեցել ենք կամած Հիսուսին, որը նոր ուխտի միջնորդն է եւ սրսկվելու արյունին, որ Աբելի արյունից ավելի լավ է խոսում։ Также написано, что мы приступаем к ходатаю, 24 стих, Нового Завета Иисусу и крови крапления, говорящие лучше, нежели кровь Авеля. Շատ լավ է հրեշտակներին տենալը, շատ լավ է երկինքը տենալը, քաղաքը տենալը, բայց վերջում ես դուրս գալիս է վերջում ա դրել հեղինակը։ Մենք մոտեցել ենք այն Հիսուսին, որը կյանքի դրել է մեր համար։ Այն Հիսուսին, որի մասին ամեն օր խոսում ենք, մի օր նրան պիտի տեսնենք, մենք մոտեցել ենք նրա հետ հանդիպելու։ Это очень здорово увидеть небеса, увидеть небесный Иерусалим, увидеть целую тьму ангелов. Но автор послания пишет, что самое главное, мы встретим ходатая нашего Иисуса Христа. Մոտեցել ենք այն ասում են սրսկվելու արյունին, որ Աբելի արյունից ավելի լավ է խոսում։ И написано, что мы встретимся
с кровью крапления, который говорит лучше, чем кровь Авеля. Ծննդոց 4:10-ի մեջ արծում ուղղակի հիշացրու բանա, որ Տերը ասեց, երբ որ սպանեց Կայինը իր աղբորը, հիշում եք Աբելին, ինչա իր ազով Աստված ընդունել էր, Իրանը չէր ընդունել։ Եվ Տերն ասեց Կայինին, ինչ արիր, քո եղբոր արյան ձայնը գետնից ինձ է բողոքում։ И в Бытие 4 главе, когда описана история убийства Авеля Каином, его брат Каин позавидовал Авелю за то, что Бог принял его жертву, а жертву Каина не принял. Написано, что когда Каин убил Авеля, Бог говорит, что кровь Авеля, пролитая на землю, говорит ко мне, проговаривает ко мне. Մարդիկ գիտեն թե ինչ որ անում են, դա հենց հենց անցնում է։ Ինչ որ անում ես, հասկացեք շատ բողոքներ, բարձանում է եւ Աստծո ականջին ասնում։ Շատ անմեղ մարդկանց որ վարի են տվել, պատկերացում է ճունեն, որ այդ մարդկանց արյունը բողոքում Աստծուն։ Очень часто, когда люди совершают какой-то поступок, они думают, что все это без следа потом проходит. На самом деле нет. Кровь каждого человека убитого напрасно, потом это все, этот голос, этот зов направляется на небеса. Մարդիկ ուրիշների արյան կործանելով, ես իմ դրանց վրա թակավորություններ են իրանց սարքել, հարստությունները ու իրանք գիտեն թե տենց ապրելու են, այդ արյունը բողոքում ու Աստված անտես չի կարա երբեք թողի դա։ Люди богатеют, становятся правителями, царями, достигают каких-то своих целей, убивают других людей, невинных людей, проливают невинную кровь, даже не догадываются, что кровь этих людей взывает к Господу. Բայց Հիսուսի թափված արյունը, որ էլի մարդկանց ձեռքով է լավ, գոռում էին խաչը անիր, ինչ ասես արեցին ինչ մեկ տես չուներ, գրված է, այդ արյունն էլ պետքա բողոքեր, ասել լա տեսեք ինչ արեցին այր, բայց այդ արյունը բարեխոսում է քո համար։ Подобным образом и кровь Христа пролитая, невинная кровь, должна была также взывать к Богу и жаловаться на тех, кто распинали его. Но вместо этого кровь нашего Господа Иисуса Христа ходатайствует за нас и за наши. Այդ արյունը բարեխոսում ասմատերների չեն հասկանում ինչ են անում ներիր իրանց, փրկիր իրանց, այդ արյունը չի богоքում, միակ արյունն է, որը չի богоքում, որը բարեխոսում է։ Это единственная пролитая кровь, которая не жалуется, не замечание делает в молитве к Богу, а наоборот ходатайствует, как Господь Иисус сказал на кресте, прости, ибо не ведают, что творят. Դրա համար ասում ենք մոտեցել ենք մի օր այդ օրերը մոտեցել է որ տեսնենք Հիսուսին, տեսնենք այն նրա արյան բարեխոսությունը մեր աշկերով ոնց է նա իր ձեռները պարզած, արյունով ձեռ ոնց է բարեխոսել ամեն օր մեր համար։ И таким образом мы постепенно приближаемся к тому дню, когда мы встретимся с нашим ходатаем Нового Завета Иисусом и кровью крапления. 25 խոսք ասում է մենակ մի բանի համար զգուշ զգուշացեք, չլինի թե մերժեք նրան, որ ձեզ խոսում է, որովհետև ասում է որ երկրի վրա մերժեցին ուխտում, քարերով քարկոծվեցին գնացին, զգուշ եղեք երկնքից խոսողից երես չդարձնեք։ 25 стих. Смотрите, не отвратитесь и вы от говорящего. Если те, не послушав глаголавшего на земле, не избегли наказания, то тем более не избежим мы, если отвратимся от глаголющего с небес. Զգուշ եղեք չմերժես նրան։ Смотри, не отвратись, не отвергай Господа. Զգուշ եղեք որ մերժես արծումին չես մերժում, արտաշին չես մերժում, երկնքից խոսողին ես մերժում։ Когда ты отвергаешь своего пастора и служителей, ты отвергаешь того, кто говорит с неба. Ասում է երբ որ մեկը Մովսեսին մերժեր, ասում է մի քանի վկաներով քարերով քարկոծում գնում էր։ И если кто-то отвергал Моисея, то его побивали камнями до смерти. Иисус ասեց Մովսեսից մեծ մեկն այստեղ եկել։ Но Иисус сказал, перед нами стоит тот, кто больше Моисея. Սողոմոնից մեծ մեկն այստեղ։ И он, хваля Соломона, говорит, перед нами стоит тот, кто больше Соломона. Ասում է եթե նրանք Աստծո պատգամները տվողներին այն ժամանակին ուխտում մերժելով չազատվեցին, որ չափ ավելի մենք, եթե մերժենք։ И написано, что если те, не послушав глаголавшего на земле, не избегли наказания, то тем более не избежим мы, если отвратимся от глаголющего с небес. Կարող ասես դե երկնքից չեմ տեսել որ մի օր խոսայի մեծ երկնքից խոսող եք ասում։ И кто-то может сказать, я ни разу не слышал, что кто-то с неба глаголит. Երկնքից խոսող նկատի ունի
ինքը իր սուրբ ոգին դրել է մեր մեջ եւ իր սուրբ ոգով իր ծառաների մեջ խոսում է եւ այդ պատգամները սկսում է հայտնել։ С неба глаголит, говорит, Господь имеет в виду Духа Своего Святого, который говорит через церковь, через своих служителей. Մի օր մեկ ասում այ Պողոսի պես որ երկնքից խոսա, ձիուց ընկավ, հիշում եք Պողոսի ապաշխար, այ տենց որ խոսակ ապաշխարեն, սխալվում ես։ Кто-то может подумать, если я встречусь по пути, как Савва встретил с неба голос Бога, то я также покаюсь. На самом деле ты ошибаешься, даже если так случится, не покаешься. Հիմա դուք լսում եք երկնքից խոսողին, ով ամեն ասում։ Որտեվ սա իմ պապու ասածները չենք ասում։ Ես իմ ումից չենք լսել, սա կարդում ենք նրա խոսքը Աստվածաշունչը։ Но прямо сейчас, если на проповеди слушаете голос с неба, потому что я не говорю то, что мне пересказывали мои отцы и деды. Я говорю то, что говорит Господь. Եվ ես մեծ վախ եմ ապրում, որ ասում զգուշելի չմերժես։ Զգուշելի երկնքից խոսողին չմերժես։ И Господь, когда говорит, что бойтесь, то есть Он предупреждает, значит, в этом есть опасность. Я со страхом это читаю, что нам нужно быть внимательны за собой, чтобы не отвергать Господа. Ինչ այս օրերի մեջ մոտենում ես Աստծուն թե չէ։ В эти дни ты приближаешься к Богу или нет? Ով եկել էր լագեր, գիտեք, այդ օրերը Աստծուն մոտենալու օրեր էին։ Те, кто были в лагере, они видели, что это были дни приближения к Богу. Այդ օրերը իրանց ավելի ամոտեցնում Տիրոջը։ Эти дни их больше приближают к Богу, чем Այս ծառայությունը, որ եկել եք, այս ծառայությունը ձեզ մի քայլ ավելի մոտեցնելու է Տիրոջը։ и на это собрание, то, что вы пришли, еще на один шаг делает вас ближе к Богу. Անդեմ երեխեքից մի անձնավորություն իմացա, իր ծնողները գնացել էին մեքենայով Հայաստան, դե սաղ են երազում гнան մեքենայով ֆրալ, բայց ինքը նախընտրել էր, ծնողները գնացել էին, ինքը նախընտրել էր молодежный лагерում մնա։ И там был молодой человек, у которого семья и родители уехали в Армению, и многие мечтают путешествовать в Армению, но он предпочел вместо Армении поехать в лагерь. Ասում եմ, այս երեխեն այս տարիքի մեջ ո՞նց է հասկացել, որ այսի ավելի լավ բան է, ավելի նախընտրելի բան է ընտրել։ И как этот подросток в этом возрасте понимает, что это ценнее, чем поездка. Եկեք միասին բացենք սերներ, Հակոբոս 4:6։ Якова 4:6. Հնազանդվեցեք Աստծուն, սատանային հակառակ կեցեք եւ նա ձեզանց պիտի փախչի։ Աստծուն մոտեցեք եւ նա ձեզ պիտի մոտենա։ Սրբեցեք ձեր ձեռքերը մեղավորներ, մաքրեցեք ձեր սրտերի երկմիտներ, տառապանք քաշեք, սուք արեք, լացեք, ձեր ծիծաղը սուքի դառնա եւ ուրախությունը տրտմություն, Տիրոջ առաջ խոնարհվեցեք եւ նա ուղակի կբարձրացնի ձեզ։ 7 стиха прочитаем. Итак, покоритесь Богу, противостаньте дьяволу и убежит от вас. Приблизьтесь к Богу и приблизится к вам. Очистите руки, грешники, исправьте сердца двоедушные. Сокрушайтесь, плачьте и рыдайте. Смех ваш да обратится в плач, и радость в печаль. Смиритесь перед Господом, и вознесет вас. Հետաքրքիր ասма հնազանդվեք ու մոտեցեք Աստծուն։ Интересно написано, что покоритесь Богу и приблизьтесь. Եվ խոստում կասում է, որ սկսեք մոտենալ ձեր կյանքի օրերով, քայլերով, սա ամենականհատական աղոթքին չի վերաբերվում։ Ամեն օր, ամեն քայլը ոնց ապրում ես, եթե դա մոտեցնում է Տիրոջը, դու մոտենում ես նրա։ Это касается не только твоих молитв к Богу, но и ежедневных твоих шагов, дел и поступков. Եվ ստեղ հաջորդը մի անգամից ասում է, բայ շատերը դժվարանում են մոտենան, որտեղ մեղքը, մեղքի կյանքը, մեղքի այդ ամենը խանգարում է մարդուն, որ ինքը մոտենա։ И также написано, что если у человека есть грех, в котором он должен покаяться и исправиться, это мешает ему приближаться к Богу. Հələ երբ որ նեղված եք, մի հատ սխալ բան եք արել, հələ այդ մոմենտին փորձեք աղոթեք, չեք ուզում աղոթեք։ Լրիվ ուրիշ զգացմունքներ ա քո մեջ, лրիվ ուրիշ բան, ասկիել ցանկություն չկա այդ մոմենտին Աստծուն մոտենալ։ Если вы очень раздражены, какую-то ошибку допустили, или с вами что-то неправильно поступил, ты в такой ситуации, тебе очень трудно даже встать на молитву перед Богом. Դրա համար Տերն ասում է այդ մոտենալը այդքան էլ էշտ բան չի։ Поэтому приближаться к Богу это не так-то и просто. Դրա համար ասում է սրբեք ձեր ձեռքերը մեղավորներ, մաքրեք ձեր սրտերը երկմիտներ, տառապանք քաշեք, լացեք, սուք արեք ձեր արածի համար, տրտմեք, ապաշխարեք ու Տերը կմոտենա ձեզ։ Для этого нужно очистить руки от грехов, исправить сердце от двоедушия, сокрушаться, плакать, рыдать, смех обратить в плач, радость в печаль, чтобы смириться и приблизиться к Господу.
Ժողովուրդ, ես որ ասում եմ սրբեք ձեր ձեռքերը, ձեր սրտերը, այս ամենը ներսի մարդու հետ է կապված։ Очистить руки и исправить сердце касается внутреннего человека. Որտեւ այս ձեռքերը, սելներ, սապոնով լվանում ես ֆիզիկի ձեռքը լվանալու համար։ Физические руки почистить очень легко. Просто идешь и около умывальника мылом моешь. Բայց ինչքան ձեռքեր կա, որ գողության են վազել, ինչքան ձեռքեր կա, որ սխալ բաներ են արել, ով հասկանում ինչ եմ ասում։ Բայց դի ոնց մաքրես, օճառը չի մաքրի էդի։ Но мыло не может... Ինչքան ձեռքեր կա, որ արուն են թափել, օճառը չի մաքրի այդ ձեռքերը։ Если руки человека, они в крови, если руки человека, они воровали, что-то неправильно сделали, грех совершали, это все невозможно очистить мылом. Միտեղ գրված է սուրբ ձեռքեր բարձրացրած Տիրոջը փառաբանե եղբայրներ, իմինա եղբայրներին աշեշտում։ В одном месте призыв братьев, чтобы они поднимали в молитве руки свои чистые. Առաջ մտածում ինչ է նշանակում սուրբ ձեռքեր, ոնց է իմանում Արտեմի ձեռքերը սուրբա, իմը սուրբա թե չէ։ Как мы узнаем, вот мои руки, они святые или нет, когда я их поднимаю? Արդյոք այդ ձեռքերը Տերը օգտագործում է։ Используют не такие руки Господь. Արդյոք այդ ձեռքերը տվել ես Տիրոջ, ասես Տերես իմ ձեռն է, բայց քո ձեռքը իմա թող լինի, օգտագործի։ Действительно, если ты отдал свои руки Господу, чтобы не ты ими управлял, а Господь использовал. Այս մալաջոժին լագերի մեկ դերամ լիքը ջահելություն եկավ։ Հոյ ջան ախոթի որ սուրբ ոգով մկրտվեմ, ձեր դիրասում եմ որ դու ձեր ես դնում, սուրբ ոգով լցվում են, խոսում ենք լեզուներով։ И в лагере подходила группа молодежи и говорит: пастор, мы узнали, что когда ты молишься, люди крестятся духом и говорят на иных языках, и пришли, просили, чтобы я помолился за них. Երեք որտեղ ես ձեռքերը տրվել է նրան։ Եվ երբ որ ձեռքես դնում է ժամանակ արդեն դա քո ձեռքը չի, դա Արտաշի ձեռքը չի, այլ նրա ձեռքն է, նրա օգտագործում։ Это возможно только потому, что я дал свои руки в руки Господа, чтобы Он, уже это были не мои руки, а руки Господа. Կարեն աղբերս վազում էր, ոտերը անընդհատ վազում էր եւ հոգնել էր, բայց փառք Աստծո, այդ ոտերը միշտ վազեն Տիրոջ համար։ И у брата Карена уже ноги очень сильно устали от того, что он постоянно был в беготне, но пусть эти ноги бегут за Господом. Ով ամեն ասում։ Թող իմ ոտքերը վազի նրա համար, թող իմ ձեռքերը ծառայի Տիրոջը։ Пусть мои руки служат Богу и мои ноги бегут за Ним. Նոր մի եղբայր կար ասում է, այս ձեռներով ինչքան եմ մարծեցել։ Եվ ասում է, ես լացում էր, ապաշխարում էր, ասում էր, հիմա այս ձեռքերը Տերը օգտագործում է մարդկանց բժշկության համար։ И один брат, он когда встретился, говорит, что своими руками я очень много людей избил, но сегодня эти руки Бог использует, чтобы исцелять людей. Ասում է իրավիճակներ անում այնքան են ջղայնացնում, ասում եմ նորից ուզում եմ ձեռս, հետո ասում եմ անուն լավա չասեցի։ Ասում եմ էսի քո ձեռը չի էլ, էսի Տիրոջն է պատկանում, չփորձես խփես անկած։ И бывают такие ситуации, когда он раздражен, когда он зол и хочет опять кого-то избить, но вспоминает, что теперь это уже не его руки, а руки Господа. Ով ամեն ասում, ժողովուրդ։ Ասում է դրա համար ասում է սրբեք ձեր ձեռքերը։ Նկատի ունի, բերեք Տիրոջ ու ասեք Տեր մաքրիր, այդ ձեռքերը տալիս եմ քեզ։ Поэтому написано, что очистите руки свои от греха, то есть мы должны руки свои освободить от греха и отдать в руки Господа, чтобы это были теперь Его руки. Սրտերդ մաքրեք երկմիտներ։ Ոչ մեկի սրտի մաքրությունը ոչ մեկ չի տենում, ցելներ, բայց խոսքը ասում է ես տենում եմ։ Եվ շատ ձեր սրտերը լցված է երկմտությամբ, կասկածամտությամբ, Տերն ասում է երկմիտներ մաքրեք, թույլ տվեք Տերը մաքրի ձեզ ամեն կասկածամտություններից ու վախերից։ Также написано, что мы должны исправить свои сердца от твоей души. Сердце человека никто не видит, но Бог все это видит и знает, кому нужно исправить от твоей души свое сердце от различных сомнений и колебаний. Սուքարեք, լացեք, ասում է, այդ քո վիճակը որ քեզ դուր չի գալիս, զգում ես սխալ բանի մեջ ես, ասում է սուքարա, լացի, ծիծաղդ այդ մոմենտին թո սուքի դառնա, լացի ոչինչ, բայց խոնարհվի ապաշխարի Տերը կների քեզ։ Также написано: сокрушайтесь, плачьте, рыдайте, смех ваш да обратится в плач и радость, печаль. Даже в этой ситуации тебе будет не до смеха, не до радости, но ты должен радоваться, что Господь тебя исправил. Եվ հանկարծակի կտենաս Տերը ոնց է քեզ մոտենում։ Եթե այս քայլերը սկսես անել, Տերը կտեսնի եւ ինքը կսկսի քեզ մոտենալ։ Ասում է մոտեցիր եւ ես քեզ կմոտենամ։ Написано: приблизьтесь, и я приближусь к вам. И это будет для тебя в радость через такие испытания пройти, зная, что благодаря этому Господь будет к тебе приближаться. Ելից 36:2 Մովսեսը կանչեց Բեսելին եւ Օղիաբին դժվար անունները
ասում ես մեծ խորան պետք է սարքեին, սիրելներ։ Եվ իմաստուն ճարտարապետ լավ գործից հասկացող մարդիկ էին պետք։ Исход 36:2. И призвал Моисей Веселиила и Агриява Մի շարունակի, հա։ всех мудрых сердц. Եվ ասում ամեն սրտով իմաստուն եղող, որոնց սրտի մեջ, ուշադիր եղեք, որոնց սրտի մեջ Տերը իմաստություն էր դրել, այսինքն այն ամենը, որոնց սիրտը փափագում էր Աստծո գործին մոտենալ։ И написано, и всех мудрых сердцем, которым Господь дал мудрость, и всех, коих влекло сердцем приступить к работе и работать. Ասում եմ Տերես մարդկանց անունները սա կյանքում չենք էլ հիշում, բայց այս մարդկանց անունները խի է գրվել Աստվածաշնչի մեջ։ Մովսեսին գիտենք, Աբրահամին гитենք, բա Բեսիելը ով է որ իրան իմանանք։ Խի է Տերը թույլ տվել մտնեն Աստվածաշնչի մեջ։ Мы знаем Моисея, мы знаем Авраама, и за что они включили в список людей в Библию. Но кто такие Веселиил и Агриява, что про них написано? Ասում եմ լավ ձեռ ունեին, այդ խորանի մեջ այն ամեն ինչը պետք է սիրուն սարքեին, շինարարներ էին կոպիտ ասեմ, լավ գործանողներ էին, եւ իրանց անունն էլ է մտել։ А про них написано, что они были хорошими архитекторами, художниками, имели трудящиеся руки, золотые руки, как принято говорить, и с мудростью делали все это. Այն որ հիմա ասում են ինչ է կոչվում, որ պետք է գծագրեն սիրուն ռուսամոց։ Չէ, հա, բայց Дизайн. դիզայներ։ Իրանք այն վաղտվա դիզայներներն էին, ժողովուրդ։ То есть они были дизайнерами того времени. Աստծո տաճարը խորանը պետք է դիզայն անեին, ոնց որ Տերն ասել է, եւ տենց սարքեին։ И они должны были строить именно в том облике, в котором Господь им показал. Ու ասում է Տերը այդ իմաստությունը իրանց սրտի մեջ դրել էր, որ կարողանան անեն։ И написано, что Господь дал им мудрость, вложил в них мудрость, чтобы они понимали, как нужно делать, чтобы Господу понравилось. Ով որ այսօր մի ընտունակություն ունի, այդքան շատ մի ուրախացած տեն մեկ ինչ ընտունակությամբ եմ ծնվել։ Տիրոջը խնդրի ասա Տերես ընտունակության մեջ ինձ իմաստություն տուր, օրհնիր, որ առաջ գնամ, որտեվ մենակ քեզանով կենտրոնանաս, այդ եթե մենակ քեզ է պարավորելու, տենց է մնալու ես։ Если у кого-то есть хорошие способности, это еще мало для радости. Нужно просить у Бога мудрости, чтобы, используя свою способность, ты делал не для своей славы, а для славы Господа. Ու շեշտում է այս շինարարներին Տեր ինչի համար էր այդ իմաստությունը տալիս։ И написано, по какой причине Бог дал этим строителям мудрость. Ասում է որտեվ իրանց սիրտը փափագում էր Աստծո գործի մեջ լինեն, մոտենան, ծառայեն։ Господь дал им мудрость, потому что их сердце влекло приступить к работе и работать. Երբ որ Մովսես հայտարարում էր մեզ sense մարդիկ են պետք, որ ստե գծագրեն, ստեղ էս գործը անեն, ես հավատում եմ այս մարդիկ են մարդկանցից էին, որ իրանց սրտի մեջ ասում են, Երանի ինձ ասի, այնքան եմ ուզում այդ խորանի մեջ մասնակից լինեմ, այնքան եմ ուզում այդ տաճարի մեջ այդ վարակույրները ես գծագրեմ անեմ, այնքան, ասում են իրանք փափագում էին Աստծո գործին մոտենալ։ Когда Моисей среди народа искал способных людей, мудрых людей, которые помогли бы ему строить, то это были те люди, любящие работать, которые мечтали, чтобы Моисей выбрал их. Երբ որ դու փափագում ես Տիրոջը ծառայել, անպայման Տերը դուր կբացի քեզ։ Если ты жаждешь служить Господу, Господь обязательно тебя заметит. Լսում եք ժողովուրդ, ոչ թե սпасես, ոչ թե ասես, դե թոտենամ որ ես կարամ անեմ, չէ, փափագ դու փափագես, ասես Երանի թե Տիրոջը կարանամ ծառայեմ մի արծը։ Не просто, чтобы ты всем показал, что ты очень способный, но ничего не хочешь сделать, а жаждать действительно быть полезным для Господа. Մեր повարները գնացին ծառայեցին Տիրոջը։ И наши повара поехали и послужили Господу. Դենց մեծ ճող երևելի բաներ չեն արել։ Они не сделали какие-то прям такие великие, видные дела. Տանջելու գործեր ադաժել, վազել են անընդհատ։ Это были не всегда видные, но это очень трудная работа была. Բայց Տերը տենում է իրանց սիրտը։ Но Господь видит их сердце. Եթե իրանք փափագել են, ասեն գնանք Աստծո երիտասարդներին ծառայենք, Տերը ձեզ օգնելու է։ Հիմքանց ասում եմ, Տերը ձեզ օգնելու է եւ շատ դռներ է բացելու ձեր համար։ Но если они жаждали идти, приступать к Господу, к Его работе и работать ради молодежи, то Господь такое сердце видит и благословляет. Երբ որ մենք էլ մեր շենք սկսենք շատ բան է երևալու, ում սիրտն է փափագում։ Когда мы начнем строить наше здание, тут будет видно сердца людей, кто хочет в это вложиться. Եղբայրներից մեկ օրներից մեկ ասում է, երբ որ սկսեցինք, ասում է ես մեծ հիասթափություն ապրեցի, որտեղ 80% մենակ գոռացել ես։
Один из пасторов говорит, когда мы начали строить наше здание, я очень сильно разочаровался, потому что 80% из тех, кто кричали, давайте сделаем, их не было. Եկեք իրական քրիստոնյաներ լինենք, ով ամեն ասում։ Մեր սրտի փափագը Տերը տենում աշորց։ Но если мы будем настоящими последователями Христа, Господь увидит жажду нашего сердца. Ուրեմն Երեմիա 30:21 Աստված ասում է այդ Իսրայելի մեջ մի հատ իշխանի պիտի վերցեմ, նրանց վրա տիրող իրանց մեջից եմ հանելու, եւ նրան պիտի մոտեցնեմ ինձ, եւ ինձ մոտ պիտի լինի, որովհետեւ ով է նա, որ իր սիրտը պատրաստեց ինձ մոտենալու։ Աստված հարց է տալի. ով այն անձնավորությունը, որ իր սիրտը պատրաստել է ինձ մոտենալու։ Еремия 30:21. И будет вождь его из него самого, и владыка его произойдет из среды его, и я приближу его, и он приступит ко мне, ибо кто отважится сам с собою приблизиться ко мне. Հետաքրքիր է, ժողովուրդ, Աստված հարց է տալի, ես հարց ուզում եմ դուք էլ վերցնեք։ Տերը տենում է սաղի սրտերը, բայց հարց է տալի, որ դու մի հատ նայես քո սրտի մեջ։ Ով է նա, որ իր սիրտը նախորդ պատրաստել է ու ասել է ես պիտի մոտենամ Տիրոջը։ Ես պիտի ծառայեմ Տիրոջը։ Ով է այդ անձը, որ իր սիրտը պատրաստել է ինձ մոտենա ճանաչի։ Господь видит сердца людей, но он задается вопросом, чтобы мы себя проверили. Написано, кто тот, кто отважится сам с собою приближаться к Господу. Ասում է, որ այդ որոշումը կայացրել է, իր սիրտը պատրաստել է, ասում է, ես ինքս կմոտեցնեմ իրան ինձ։ Те, кто приняли это твердое решение приближаться к Богу, написано, что Господь сам приблизит его к себе. Աստված ինքը քայլ կանի, երբ որ դու այդ պատրաստ սիրտ ունես իրան ծառայելու մոտենալու, տեղն ասում է, ես կսկսեմ իրան մոտեցնել։ Если ты имеешь сердце, жаждущее послужить Господу, Господь такое сердце замечает и сам приближает тебя к себе. Եփեսացիս 3:12 արդյոք մենք համարձակություն եւ մոտենալու արտոնություն ունենք վստահությամբ Տիրոջը հավատալով մոտենալով։ Ефесян 3:12. Мы имеем дерзновение и надежный доступ через веру в Него. Հետաքրքիր ասում եմ մենք համարձակություն ունենք, հին ուխտում ամեն մեկը իրավունք չուներ մոտենալու Աստծուն։ В ветхозаветное время каждый не имел права приближаться к Богу. Ասում եմ դուք հին ուխտի ժողովուրդը չեք, որ մոտենում են Սարին, որը հրաբուխի պես վառվում էր, Տերը իջել էր այդ Սարի վրա։ Ասում եմ դուք չեք մոտեցել այդ Սարին։ Это и Господь говорит, что вы теперь не люди Ветхого Завета, которые должны были приближаться к горе Божьей. Եվ ասում եմ ժողովուրդը աղաչում էր Մովսեսին, ասում էր թող մենք չմոտենանք այդ Սարին, թող ինքը մեր հետ չխոսա, վախենում էին, դու խոսա իր հետ, արի մեզ ասա։ И когда люди видели шум от горы, им было очень страшно к нему приближаться и просили, чтобы Моисей сам поднялся на гору, общался с Богом, а потом им передал. Մենք նոր ուխտի մարդիկ ենք։ Мы люди Нового Завета. Եվ նոր ուխտում Հիսուսի արյունով Տերը մեզ տվել է համարձակություն։ И через кровь Иисуса Христа Господь дал нам дерзновение, смелость, чтобы приближаться. Եվ ասում արտոնություն, ամեն մեկը այդ արտոնությունը չունի Աստծուն մոտենալու ժողովուրդ։ И у каждого есть доступ к Господу. Հələ հին ուխտը կարդացեք, ինչքան հազվադեպ մարդիկ էին կարողանում մոտենալ Տիրոջը, այդ արտոնությունը չկար։ Когда мы читаем Ветхий Завет, мы видим, что были только исключительные люди, которые имели право приближаться к Богу. Երբ որ սրբարանը մտնես, սրբության սրբոցը տարին մի անգամ քանայապետը իրավունք ուներ մտնելու, այն էլ վախու ահով ու դողով, իր համար զոհեին բերում նոր մտնում էր։ И приближаться к Господу, войти в Его присутствие, святое святых, мог только первосвященник раз в год, и то он должен был очень тщательно себя исследовать, очистить. За него должны были народ привести жертву, чтобы он мог в страхе войти перед. Ոտից պարան էին կապում, գիտեք շատերը, եթե հանկարծ մեղքով էր մտել սրբության սրբոցը, անդե որ ընկներ մեռներ, պարանով պետք է քաշեին հանեին, ոչ մեկ իրավունք չուներ այդ սրբության սրբոցը մտնելու։ И любой нечистый, кто зайти в святое святых, он сразу погибал. И чтобы, если на случай, если первосвященник тоже погибнет, и другие не смогут туда войти, чтобы его вытащить, за ногу веревку привязывали, чтобы в случае, если он погибнет, тянули за веревку. Հիսուսի մահվան ժամանակով այշում երկրաշարժ եղավ։ Այնտեղ ահավոր երևույթներ կատարվեց։ Մի հատ կարևոր երևույթ էր կատարվեց ով այշում։ Տաճարի սրբության այդ վարակույրը,
որ ոչ մեկ իրավունք չուներ այդտեղ մտնելու, այդ վարակույրը վերևից ներքև պատրվեց։ И когда Господь Иисус умер на кресте, началось землетрясение, и еще самое такое ключевое показательно, что случилось, это завеса в храме разодралась сверху донизу. Եվ այդտեղ կանաններ կային, գրված է կանաններ շատերը հավատացին Տիրոջը։ И многие священники, увидев это, поверили, что это воистину был Сын Божий. Որտեվ գիտեն այդ վարակույրը ոչ մեկ պատրելու իրավունք չի, ոչ մեկ չի կարող այդպես բան անի։ Հիսուսի մահվան ժամանակ լսում են կամ իրանց փոխանցում են, որ վարակույրը պատրվեց։ Потому что они понимали, что, во-первых, эту завесу очень сложно порвать, и никто не мог бы это сделать, кроме Бога. Այդ պատրվել է նշանակում է ճանապարհը բացվեց։ Ճանապարհը Աստծո ներկայության մեջ սրբության սրբոստիրոջ ներկայություն երկինք բացվեց։ Հիսուսի արյունով։ Как здесь написано, что мы имеем надежный доступ в Его присутствие, собственно, это и произошло, когда завеса разодралась, и теперь мы имеем надежный доступ в Его присутствие. Ով ամեն ասում։ Դրա համար այսօր երբ որ մոտենում ենք, Տերն ասում է համարցակ վարակույրը պատրված է։ Համարցակ Հիսուսի արյունով եթե ներված ես, մաքրված ես, համարցակ մոտեցի նրան։ Поэтому Господь дает нам понять, что мы можем с дерзновением, благодаря жертве Его крови, благодаря тому, что завеса разодрана, входить в Его присутствие. Այսօր տեղեր կա, որ ամեն մեկ իրավունք չունի մտնելու, արտոնված մարդիկ հատուկ որ թույլ են տալիս, բայց ես ասեմ, թագավորների թագավոր ներկայության մեջ նրա գահի առաջ գալու համար քեզ արտոնության քարտ է տրված, քեզ արտոնության հնարավորություն է տրված։ Сегодня есть бюро кабинеты, которые просто так любой человек не войдет. Только исключительные люди могут иметь туда доступ. Но Богу нашему, царю царей, имеет доступ любой желающий. Ժամանակ որ շատերը գալիս են ասում են գնանք ասենք հովի աղոթի ծառայող աղոթի շատ լավ այո պետք է աղոթենք ու ծառայենք բայց հասկաց այդ արտոնությունը դու էլ ունես իր առաջ մոտենալու կանչելու առաջինը Это хорошо, когда ты можешь подойти к пастору, к служителям, чтобы за тебя помолились, но всегда помни, что у тебя тоже есть дерзновение и доступ входить в его присутствие. Նոր մեկ ասում է չէ գալիս եմ ասեմ որտեղ հովի աղոթքը ավելի արագ է լսվում Кто-то может подумать, что я прошу пастора, потому что его молитву Бог слышит быстрее, чем мою. ասա ես մոտենալու արտոնություն ունեմ Скажи, я имею дерзновение приближаться к Богу. ես կարող եմ մոտենալ եւ պատասխան ստանամ իրանից Я могу иметь доступ к Нему и получать от Него ответ. որովհետեւ մի հատ ծանոթ ունեմ միջնորդ որի արյունն է Հիսուս Քրիստոս դրված է ինքը այդ միջնորդն է որ պատրաստ է բարեխոսում ակամար որ դու կարանաս մոտենաս Потому что у нас есть там знакомый, наш ходатай, Господь Иисус, который является посредником между нами и Небесным Отцом. Այնտեղ ճաշարանում ծերեն գայում նենց խիստ դրել էին որ այս դռնով ոչ մեկ չմտնի И в столовой, когда есть дверь туда, чтобы пойти на кухню, очень строго следили, чтобы никто не заходил. ասել մտածում եմ դուրը բացեմ ասեմ դե հովիվ եմ էլի մի քիչ արտոնություն ունեմ բայց չէ դա չէ ոչ մեկ պետք է չմտնի Но я думал, я как пастор могу иметь больше дерзновения и доступа. Մեր մեկ ամոթից այն մի դռնով էի գալիս Но даже для меня закрывали дверь, я с другой двери заходил. բայց ուրախանում եմ որտեղ гидեմ մերոնք ընդեղ են ինձ դուրս չեն անի հաստատ Но радовался, что там есть знакомый, который меня не выгонит. վարվարա քույրիկն էլ չի անի Даже сестра Варвара не могла меня выгонить. Վերջը ուրիշ անձնավորությունը մերոնց հետ է։ Վերջը ինչ եմ ուզում ասեմ, բայց երբ որ նրա առաջ եմ գալիս, մի հատ հոգսով եկել եմ։ Ես եկել եմ իմ պապայի առաջ, ով ամեն ասում։ Իմ երկնավոր հոր առաջ արտոնությամբ, համարձակությամբ, ասում եմ տեր, բա ում մոտ գնամ տեր։ Բայց խնդրեմը ոչ մեկ չի կարող լուծի, ում մոտ գնամ, եթե ոչ քո առաջ տեր։ Когда у меня есть проблема, есть нужда, я знаю, что только у Бога есть ответ на эту нужду. Я смело, имея дерзновение, и знаю, что у меня есть доступ, иду и вхожу в присутствие моего Отца. Ով որ կասկածում է գիտի այդ աղոթքով ինքը որ գալիս է Տիրոջ գահի առաջ, դրված է որ գալիս ենք ողորմություն ենք ընդունում եւ օգնություն պետք է գա ժամանակ։ И мы знаем, что когда приходим к Нему, мы приобретаем милость перед Господом. Եվ հայտնության մեջ ասում է հրեշտակն եկավ մի հատ մեծ խնկաման ուներ։ Մեջը լիքը խունկ բերեց Աստծո առաջ։
Աստծո գայի առաջ։ И в книге Откровения написано, что ангел пришел, у него кадильница в руках, и он стоял перед Богом. Որ կարտանք բացատրություն չլինի, չենք հասկանում։ Այս ինչ խունկ է բերել, հրեշտակները ինչ խունկ են բերել Աստծո առաջ, ու եւ գրված է եւ այդ խունկը սուրբերի աղոթքներն էր, որը բերվել էր Աստծո առաջ, որ ինքը պատասխանի։ И написано, что эти курения, они были как ответы святых, молитвы святых перед Богом. Եվ գիտեք խա գրած խունկ, չի գրած մի հատ եսի ինչ որ փիսոտ է գալիս։ Խունկը անուշահոտ է, ով է մեր ասում։ Այդ աղոթքները անուշահոտ խունկի պես Աստծո առաջ էր։ Ու Տերը նայում էր, չէր ասում, չէ, սա ինչ պատասխանեմ։ Տերն ասում էր, վայ իմ երեխեքս, այս ինչ անուշ աղոթքներ են բերել, բա ոչ չպատասխանեմ։ Եվ գրված է Տերը պատասխանեց։ Это не просто какой-то там дым или какой-то противный запах. Курение Божие, которое приносили ангелы, молитвы, это были такие благоухания, потому что когда Его дети, когда Его святые обращаются в молитву к Нему, это приятное благоухание для Бога, и Он с радостью отвечает на такие просьбы. Տերն ասում է աղոթների համար անուշահոտ խունկի պես է, մի վախեցի աղոթի, արի բաց սրտով իմ առաջ աղոթի, ես ընդունում եմ, կհասցնեն, այդ խունկը կհասցնեն իմ առաջ։ Господь говорит, что твои молитвы, которые прямовольны, являются приятным благоуханием перед Ним, и Он с радостью отвечает на них. Մարդիկ եմ տեսել, որ աղոթել են ինադու բաներ են արել, տեսել եմ, որ ինադու աղոթներ են անում, դաժե ինձ դուր չի եկել, որ իրանք աղոթել են, ուր մնաց Աստծուն դուր գա։ Но есть люди, которые на зло кому-то молятся, такая молитва даже мне, как человеку, не нравится, куда же там Бог. Տեսան խիլտում ես on խիլքին, հա, տենց աղոթները վերև, հա բարձանում ժողովուրդ։ Если я буду молиться, говорит, Господь, дай моему брату глупому мозг, чтобы он мог думать, такая молитва Бог не слышит. Այս on խիլ, այս չեմ ուզում եմ սխալ բառը չեմ ասի։ Հա, տեսել եք, չէ՞ տենց աղոթներ, որ իրանց աղոթք են անվանում, դա բայց դա աղոթք չի։ Это такие молитвы, это не молитва. Անուշահոտ խունքի շի չմոռանաս։ Մեր հայրը այդ խունկը ֆիզիկական են օգտագործում, գնում են, չգիտեմ, հենց գերեզմաների համար են օգտագործում, բայց ես ասեմ այդ խունկը մեր աղոթքներն է, ժողովուրդ։ И, как вы знаете, наши армяне на кладбище любят подобные курения делать. Они используют физически, но на самом деле здесь больше всего смысл заключается в духовном. Նա որ վերջացնում եմ ժողովուրդ առաջի Կորինթացիս 6:17, նա որ Տիրոջը մոտենում է, նրա հետ մեկ հոգի է դառնում։ Անառակությունից փախեք, ով որ անառակին է մոտենում, ասում է նրա հետ էլ մեկ մարմին է դառնում։ 1 Коринфянам 6:17. Соединяющийся с Господом есть один дух с Господом. Бегайте, блуда, всякий грех, какой делает человек, есть вне тела, а блудник грешит против собственного. Ասվեցում է երևի գրած, ով որ անառակին մոտենում է։ А совокупляющийся с блудницей становится одно тело с ней. Աստված հոգևոր կանոններ է դրել ժողովուրդ։ Господь поставил духовный закон. Այսօր շատ ընտանիքներ մարդուկին են իրար նման, Աստված այդ օրենքը դրել, որ երբ որ ամուսնանում են, մոտենում են իրար, իրանք մեկանում են, մեկ մարմին են դառնում։ Աստված իրանց դերում է մեկ։ А когда муж и жена женятся, они становятся как одна плоть, как написано в Библии, и они со временем становятся друг на друга похожи. Դրա համար երբ որ մեկը 4-5 անգամ ամուսնացես, այդ չեմ հասկանում, որովհետև ոնց կարա мեկը մի 10 հոգու հետ մոտենա, մեկանա, ով հասկանում։ Դա նորմալ, Աստված դրել է, մոտեցար վերջ, мекացար։ И для меня ненормально, когда человек несколько раз женится, потому что как можно соединяться и становиться одним с разными несколькими людьми. Եվ շատերը մտածում են տենց երջանիկ կլնեն, սխալվում են։ Որ իր ամբողջ կյանքը ունի մեկին, մեկ ամուսին ինքը ամենաերջանիկ մարդն է։ И многие думают, что так они будут счастливы. На самом деле, по-настоящему счастливы те, кто имеет одну жену, одного. Այնքան են մեկանում, դաժե իրանց շատ հարցեր իրար նման են լինում, չեք նկատել, որ նա ասում է, ինչ նման են իրար։ Մեր սամի վերջի ընդհանուր օրինակներին ասենք, հələ շատ տարիներով ամուսնացած չեն, բայց ինչքան նման են ինքը Հիսուսին։ Իրանց երեխեները չես ջոգում, այն օր մեկ ասում է, աշկերը փակած Սյուզի նման, աշկերը բացված Սամի նման է։ Խառն է այդ երեխեն։ Они, как вы заметили, Самуэль и Сьюзи очень похожи, как муж и жена друг на друга. И даже их ребенок смотрит, что в спящем состоянии на Сьюзи похож, а когда открывает глаза на Самуэля. Տերն է տենց դրել, ժողովուրդ, որ այդ մեկացված մարմից այդ ձվերը երեխեք ծնվեն։ Это Господь так сделал, чтобы
из соединяющихся двух людей рождается общий плод, который похож ни на одного и другого. Եվ ասում եմ, բայց երբ որ մարդը իր ուխտը քանդում է եւ սկսում անառակություն անել, Но когда եւ մեկանալ անառակ մարդկանց հետ, человек нарушает свой брачный завет и входит в блуд, ու գիտեք, հետո նորից վերադառնում անտանիք, потом обратно возвращается в семью, խաբար չի որ ինքը իր տունը քանդեց։ он не понимает, что он уже разрушил свой. Դե կաղոթենք Տերը կների։ Они думают, ну помолимся, Господь простит. Գիտեք, քանի հոգու համար հոթել ենք, որ այդ ամեն բաները, որ իրանք մեկացել են, պղծություններ են արել, որ Տերը մաքրվեն իրանք այդ բաներից, որովհետև վարքյանական չի մաքրվում այդ բանը։ Ներվում է, բայց մաքրվելու համար եկա ժամանակապետ։ И в Армении у нас будут многочисленные подобные примеры после таких грехов. Сколько долго нужно продолжительно молиться за этих людей, чтобы они действительно могли освободиться, очиститься. Ո՛յ ջան, աղոթի որ այդ մտքերից ազատվեմ, ախր խիես արե որ հիմա ամիսներ ծախսենք որ այդ մտքերից ազատվես, որտեվ սատանան անընդհատ այդ մտքերը օգտագործելու է, թեկուզ ապաշխարելաներել է Տերը, բայց պատերազմելու մի բան ունի ինքը։ И человек один раз согрешил, один день согрешил, а потом ему нужно очень-очень много месяцев и лет, чтобы освободиться от этих мыслей. Բայց ես հավատում եմ անկեղծ, որ Տերը լրիվ մարդը կոտրվի, փշրվի, Տերը лրիվ կարամարքի, հետ էլ կարամարքի, եթե Տիրոջը շատ մոտենայինք։ Но я верю, что если человек искренне покается и сокрушится перед Богом, Господь может его полностью очистить. Ինչ է նշանակում մեկանալ։ Մեկանալ նշանակում է մարդկին մեկացան ամեն ինչով իրանք մեկ են։ Совокупляться означает, что они во всем становятся похожи и как одно. Մենակ ֆիզիկականը չի, որ իրանց ընդհանուր է։ Շատ բաներ օրհնություններ եկավ, եթե դիմ համար այդ օրհնությունը նաև Հերմինեի համար է։ Это не только физически происходит, но и духовное благословение. Если для меня является благословением, это благословение и для моей жены. Եթե ես նեղված տխրած եմ, ուզի իմ կնոջը դա ազդելու է, որտեղ մենք մեկ ենք, ով հասկանում։ Ինքը իմ հետ լացելու է, ուրախանալուց հետս ուրախանալու է, չի կարա ուրիշ ձե, որտեղ մեկ ենք։ И поскольку мы с женой одно, то когда я печалюсь, она вместе со мной печалится. Когда я радуюсь, она вместе со мной радуется. Ու երբ որ այդ մարդը գնում է տես բաներ անում ուշադիր եղեք, այս նրա հետ մեկացավ, նրա հետ մեկացավ, սա բուկետ անեցքները բերում է իր տուն եւ իր ընտանիք։ Когда человек совокупляется с одной, потом с другой, потом с третьей, этот букет он полностью собирает, этот букет проклятий и несет в свой дом. Մի համասելի քուրիս եղբայրս, ով որ զգում է այդ բաները կամ միշտ կարիք ունես աղոթելու։ Դաժե կարիք կա, մենք հիշում եմ շատերը գալիս են ծառայողների мот աղոթի, որ ազատագրվեմ մեր բաներից։ Աղոթի, որ այդ բուկե այդ շատ անեցքներից ես ազատագրվեմ։ Потому если есть подобная нужда и подобные проклятия, подходи к служителям и проси, чтобы они помолились за твое освобождение. Շատ մեծ ցավ եմ զգում, ցելներ։ Я внутри чувствую какую-то печаль. Որտեւ այդ ասելուց հետո ես մեկը զգում եմ, որոշներ էլի երկնքից խոսողին չեն ընդունում։ Потому что даже после таких слов я чувствую, что есть люди, которые не принимают этот голос с неба. Կարող ասես իմ մոտ ամեն ինչ նորմալ է, Ты можешь сказать, ну все хорошо. բայց մեղքը օր մոտեցնում է քեզ այդ անեցներին ու մահվանը։ Но твой грех, который не исповедан, приближает ежедневно тебя к проклятию. Ես ուզում եմ օրհնություններին մոտենաս։ Я хочу, чтобы ты благословением приближался. Ուզում եմ ամեն օր ասես Տեր, ես իմ օրը նորից մի քայլ մոտեցրես քեզ, ես իմ քայլը մի օր մոտեցրեց, երբ որ դաժե ֆինանսական դու զոհաբերում եք Տիրոջը, դա էլ ձեզ մի քայլ մոտեցնում է Տիրոջ օրհնություններին։ И хочу, чтобы ты ежедневно совершал поступки, хотя бы на один шаг ежедневно приближался, будь это финансы или какие-то духовные вещи, чтобы ты ежедневно приближался к Богу. Ասում եմ, բայց ով որ Տիրոջն է մոտենում, ոչ թե մեկ մարմին անում, այլ մեկ հոգի։ Ինչ որ Հիսուսն ասեց, հայրը ունի իմնա, ինչ որ ես ունեմ հորնա։ Դու Написано մեկանում ես նրա հետ, նրա օրհնությունները քոննա դառնում։ 17 стих. А соединяющийся с Господом есть один Дух с Господом, и все твое, Его, все то, что Божие, становится твоим. Չեք նկատել, որ մեկը հոգու մեջ ալնում ու երկար ժամանակ այդ մարդու հետ խոսալուց նստա ֆիզիկապես ինքը ուրիշ է, բայց նստա պահորությունը քեզ թվում է թե ինքը Հիսուսն է։ Бывает, Շատ Հիսուսին նման է, մեկացել է Հիսուսի հետ։
Бывает, человек настолько соединен с Господом, что когда общаешься с Ним, ощущение, что общаешься со Христом. Ով է տենց ուզում լինի։ Кто хочет быть таким? Ինչքան մեկանանք, քո աղոթքով, քո ամեն քայլով, ասա Տեր, պիտի մոտենամ քեզ։ Ինձ ավելի մոտեցրու, պիտի մոտենամ ու մեկանամ քո հետ։ С каждой своей молитвой, каждым поступком, каждым шагом все больше и больше приближайся к Богу и соединяйся с Ним. Երկու անձնավորություն կային սել ասեմ ու վերջացնեմ, որոնց անուններ ծառայողներ էին Նադաբ եւ Աբիուդ, Ահարոնի երկու երեխեքն էին։ Էլ երեխեք ուներ, բայց այս երկուսը նույնպես ծառայողներ էին։ Аарон был первосвященник, и его сыновья также служили Господу. Որի անուններ Նադաբ եւ Աբիուդ։ Одного звали Надав, другого Авиуд. Իրանք տաճարում Աստված իրանք դրել էր, որ մոտենան, խունկ մատուցեն, պատարակներ բերեն, մարդկանց համար բարեխոսեն, աղոթեն, զոհեր բերեն։ Մի օր մտքներով չգիտեմ ինչ անցավ։ Ասին եկեք մեր ուզած ձևով մտնենք, էլի Աստծուն мոտենանք։ И они были поставлены на служение, чтобы приносить просьбы, молитвы людей и жертвы перед Богом и делать все это служение так, как Господь заповедует. Խմեցին, Они решили по-другому сделать, выпили. ալավ Տերը կների։ Господь. Եվ տես խմած մտան Աստծո ներկայության։ И вот такие пьяные пришли в Божий присутствие. Պատարակը վերցին Դավիթ ջան, ու մոտեցան, որ այդ պատարակը մատուցան է։ Взяли жертву, чтобы положить перед Богом. Պատարակը նույնն է, իրանք նույնն են, տաճարը նույնն է, Աստված нույնն է, Бог тот же, храм тот же, они те же, жертва та же, բայց իրանք վիճակ, իրանք սիրտը ուրիշ է։ но их состояние не то. Եվ գիտեք, ասում այդ պատարակ մատուցանելու ժամանակ ասում են եկե Յանիք է մոտենա, Աստծուց կրակ իջավ եւ իրանք երկուսն են ընկանում հեռան։ И казалось, они приближались к Богу во время жертвоприношения, но пришел удар с неба, и они погибли. Իրա պապան Ահարոնը, որ քահանայապետն էր, վազելով եկավ, դե երկու երեխան աչքի առաջ մահացան։ И Аарон, первосвященник, просто прибежал туда, чтобы посмотреть, что с сыновьями случилось. Ուզում էր մտնել այդտեղ։ Хотел войти туда. Մովսեսն ասաց հանկարծ չմտնես։ Моисей сказал, ни в коем случае. Շորերը չպատրես, սուքեր են նեղություն շատ անգամ իրանք շորերը պատռում էին։ И мы знаем, когда подобные случаи бывали, первосвященник раздирал свои одежды, и Моисей сказал, ни в коем случае одежду не раздирай. Եթե անես դու էլ իրանց պես կմեռնես։ Если так сделаешь, ты, как и они, погибнешь. Պատկերացնում եք, բայց հայր ինչ ցավ էր, այդ երեխեքը կանչվեն էին Տիրոջը մոտենալու համար, Տիրոջը ծառայելու համար։ Но какое горе для Аарона, для первосвященника, его сыновья были поставлены на такое важное служение жертвоприношения. Եվ ասմատերն ասաց իրանք օտար կրակ բերեցին իմ առաջ։ Օտար պատարակներ, օտար կրակ մատուցանեցին դրա համար մահացան։ И Господь сказал Моисею, что они погибли, потому что они чужой огонь принесли мне. Երբ որ գալիս եք Տիրոջ առաջ, Когда приходите к Богу, մաքուր սրտով եկեք։ приходите с чистым сердцем. Օտար շարժարիտներով չգաք։ Не приходите Օտար մտքերով չգաք։ с чуждыми мыслями. Եկեք ու բոլորը ասած գցեք Տիրոջ առաջ, ապաշխարեք, լացեք, ասում եմ մաքրեք ձեր սրտերը ամեն երկմտությունից եւ Տերը կփոխի ձեզ։ Все, что чуждое в тебе, все чуждые мотивы и мысли, в молитве перед Богом бросать его ногам, пусть Он от этого всего очистит тебя, освободит тебя. Անդեղ երիտասարդներից մեկը հարց տվեց, через ամաչում էին իրանք փարկասո երիտասարդները տղեկով առանձին էին ավակի աղջիկներով։ Նա հետաքրքիր հարց տվեցին։ И на молодежном лагере мы организовали одно служение 16+, отдельно братья с пасторами, сестры с женами пасторов, чтобы задавать такие беспокоящие Փարկասո իրանք չէին համարցակվում ասեն, բայց գոնե через ինչ որ մեկի ասում են, խոսալուց ասում են, «Мой друг говорит», ասենց էին ասում, որ ոչ մենք А когда кто-то стеснялся задать вопрос, он говорит, ну, мой друг спрашивает, вот такая ситуация. Միջև այդ ասեցի, եթե մեղքով ես, ու մեղքի մեջ ես ու չես ապաշխարում, չես խոստովանվել, դաժե իրավունք չունես ծառայելու։ Я сказал, что у тебя есть грех, в котором ты не исповедуешься, у тебя даже нет права, чтобы служить Богу. Որովհետև Նադաբ Աբիուդի օրինակը կա, ես մոռացան դեղ ասեմ, բայց Նադաբ Աբիուդը մտան հավեսով, բայց մեղքով, խմած, Աստված հարվածեց իրենց։ И у нас есть пример сыновей Аарона, которые пьяные зашли, приносили жертву, и Господь поразил их. Եվ երիտասարդներից մեկը հարց էր տվել. Ինչպես
անենք, որ այդքանից հետո ծառայությունը չկորցնենք։ И один из братьев сказал вопрос, как сделать так, чтобы после греха не потерять свое служение. Շուրջ քեզ ավելի շատ պետք է հետաքրքրի քո վիճակը, ոչ թե ծառայությունը, քո ապաշխարությունը, քո փոփոխությունը, ոչ թե որ մի բան կարող կորցնես։ Но в грехе человека должно беспокоить не то, потеряет он служение или нет, а свое состояние. Они не просто потеряли служение, они потеряли свою жизнь. Թարգմանի այրին։ Или больше я не оставаюсь в процессе, да, или я стягну. Եկեք ոտքի կանգնենք։ Давайте ставим на ноги. Ես վերջի տեղ ուզում եմ լսեք կանգնած։ Хочу, чтобы последнее место слушали стоя. Մոտենանք նրան, Եբրայեցիս 10:22, ճշմարիտ սրտով։ Եթե գցես լավ կնես, Սոս ջան։ Ասյան, տենում ես մենակ կանոն չեմ մոռանում։ Մոտենանք ճշմարիտ սրտով, լեցուն հավատքով, սրտներս չար խղճից մաքրված եւ մարմիններս մաքուր ջրով լվացված։ Евреям 10:22. Да приступаем с искренним сердцем, с полной верой, краплением очистив сердца от порочной совести и омыв тело водой учения. Այսենց երբ որ մոտենում ենք Տեր ընդունում է, եւ Տերն է մոտենում։ Когда вот так приближаемся, Господь принимает. Իսկրինն է, առաջինը, անկեղծությամբ։ Первое, должны подходить к Богу с искренним сердцем. Երկրորդը полной веры նշանակում է полностью վստահություն, որ ինքը կլսի եւ կարապատասխանի։ Даже եթե չի ասի, բայց ինքը կպատասխանի։ Второе, подходим к Нему с полной верой, то есть с полным доверием, что у Него есть ответ, и Он отвечает. Դու չես սիրում որ քո երեխեն կասկածանքով է գալի։ Հա, պապ կարող է անես, կարող է չանես։ Ոչ մեկս չի սիրում որ երեխեն կասկածամտությամբ է մեզ մոտենում։ Мы не любим, когда наши дети подходят к нам с сомнением, сделаем мы это или нет. Մյուսը краплением очистив сердце от порочной совести։ Այրեն ասում է, ձեր խղճում որտեղ մի մեղ կա, այդ խղճը հանդիմանելու է քեզ։ Ավելի լավ է մաքրվիր։ Когда у нас в сердце есть грех, то это будет совесть постоянно нас за это беспокоить. Поэтому написано, что краплением очистите сердца от порочных. Եկել ես, ոտեցել ես, բայց խիղճը տանջում է 3-1-ին ծեծել ես։ 3-1-ին մեծ վատ բան ես ասել, Տերն ասում է այդ խիղճը թո մաքրված գա իմ առաջ։ Մաքրվի ապաշխարի, մաքուր խղճով ուզում ասի։ Очистив сердце от порочной совести, նկատում երբ որ խիղճը քեզ հանդիմանում է մեղքի համար։ Сегодня ты пришел в церковь, но твоя совесть беспокоит, что ты вчера что-то не то сделал или не то сказал. Вот и написано, что вы должны очистить сердца от порочной совести. Որ դու մեղացրել ես միգուցե բողոքում ասում, ասում Տերին ցավացրեց ու մեղացրեց։ Потому что кого ты обидел, возможно, жалуется к Богу. Իսուս դրա համար ասում գնա հաշտվի իր հետ։ Поэтому Господь говорит, иди примирись с ним. Կնոջը մեղացրել է, եկել ասում Տեր ջան, փառքեր։ Տերն ասում է, բա կնոջը, տեն որ ցավացրել ես ու աղոտ կանում ինձի։ Если жену обидел, потом спокойно пришел, говорит, Господь, вся слава тебе. Господь говорит, жена твоя жалуется на тебя. Դրա համար ես որ հիմա մեղացրել եմ, իմ աղոտներ չի ստացվում։ Տենց է գրված, արկել կալնում ձեր աղոտների։ Когда я меня обижаю, мои молитвы не получаются. Նասոր լալակուր ջան, պետք է հետդ լավ լինի, որ գնա քշի լավ լինի ամեն ինչ։ Поэтому Евангелие должен быть в хороших отношениях с мамой, чтобы у него на работе все было благополучно. Ասում եմ, հենց կնոջս նեղացնում եմ, ասում եմ, այդ օրը մի եղբայր կար իջնում եմ ուրիշ քաղաքից, ասում եմ, «Տո շտրաֆն է, տո ես իմ իջեր էր ելնում»։ Գալսի ասում այդ տնաշեն այն ձորնի էլի։ Ուզում եմ աղոթենք իրար հետ, ուզում եմ լավ լինեմ, որովհետև Տերը տենում է չար խղճից մաքրված։ Один брат из другого города, как только мы с женой не на ладах, я иду на работу, то штрафы ловлю, то какие другие свойства. И омыв тело водой чистой։ Մարմինը մաքուր ջրով, սա նկատի չունի մաքրված լողացած եկեք։ Լավ է լողացած միշտ եկեք, իհարկե եկեղեցի։ Итак, также написано, приступаем с омытым телом водой чистой. Это хорошо, когда мы моемся перед служением, но здесь не о теле говорится. Որովհետև չեմ կարծում լողանալու մասին ավ սովորական մարմին աշեշտում, չի ասում հոգին որ ուրիշ բան հասկանա։ Մարմինները մաքուր ջրով լվացված նկատ ունի, ջրով մկրտված։ Написано, Ուխտի մեջ Աստծո հետ։ омыв тело, мы можем подумать, физическое тело помытое и служение, но имеется в виду, чтобы мы были в совете с Богом через водное крещение. Ընկարին ջան, երբ ենք ջրով լվանալու քեզ։ Էդ էլ որ լինի այդ պունկտը կիսատ է։
Вот у Карены этого пункта не хватает. Им надо подготовиться, чтобы омыть тело водой чистой. Շատ լավ է ծառայել, բայց մարմինը լվացված չի լավ։ Ты очень хорошо послужил телеге, но твое тело ожидает завета с Богом. Ով է ուրախ որ ջրով մկրտված է։ Кто рад, что пришел? Այս պունկտը շատ կարևոր է շրով։ Пункт очень важный. Եկեք աղոթք անենք, ասենք Տեր ուզում եմ մոտենամ, խնդրում եմ դու էլ մոտեցիր ինձ։ Հալելույա Տեր։ Скажем, Господь, Հալելույա Տեր, շնորհակալ ենք։